կտան քեզ փող կտան yaxshi կսովորես ու բան կանես էլի հաղորդում կվարես քո արևին եւ վերջին թեման մի հատ բան կա այն սուդի բանը ինչ էր բոմոն չէ ինչ էր բանանում գլամուրը հա այմա սուտի գլամուր կա հիմա սրանց այս բան նոր կերպարներ են էլ ինչ որ եկել հեվալով բանանելով իմիջիալուց ինֆորմացիա գնաց որ այս տիկնոջ մայրը փաստորեն կարկառուն հանրապետական է եղել այն որ դուք sense կոռուպցիա նախքինների ժամանակ մի հատ ինչ որ ոչ եք ընկել իմիջիալուց ես ասեմ այս ոճը բառապաշարը բառամթերք ընդհանրապես բանը նենց հիմնականում անդաստիրակ եւ ցցուն միջակություններին է բնորոշ ես իհարկե պիտի հետաքրքրեմ որ ասում եմ ես լավ կրթություն եմ ստացել լավ եմ դու երևի տեղյակ չեք լավ կրթություն ասել ընդհանրապես ժամանակակից աշխարհում ինչ է նշանակում հաստատ դուք տեղյակ չեք էլի եւ ընդհանրապես ինտելեկտ գիտելիքներ բան տեղյակ չեք եւ մի քիչ բան ձեզ համեստ պահեք ես նախկին իշխանությունների ժամանակ գիտեի 3 սուպեր փայլուն պրոֆեսիոնալների որ ցանկացած երկիր կհպարտանար այդպիսի իրավաբաններ ունենալու 1-3-ի անունը չասեն մեկն էլ հարազատն է մեկ չգիտեմ ինչ մեկի անունը կտա մեն Դավիթ Հարությունյան որ բանը վունդերկինդ լինելով հանդերձ ֆենոմենալ ընդունակությունների տեր եւ բարձր մեծ պրոֆեսիոնալ ես այսպիսի ամբարտավանություն եւ լկտիություն իրենց կողմից երբևէ դա նկատելի չէ եւ ընդհանրապես իշքան մարդը կիրթ է անա այդքան իր պահվածքը եւ կեցվածքը ժեստիկուլացիան վարվելակերպը շատ ավելի համեստ է լինում եւ ոչ թե այսպես եւ ինքը պարզվում է որ բան է կարող է ցուցադրել որ ինքը երբեք բան սոված Ձեզանից շատերի մասին են ասում, ձեր մասին են։ Ես իմ մասին եմ խոսում։ Այո։ Սոված երբեք չեմ եւ չեմ լինելու, որովհետեւ լավ եմ սովորել։ Ինչ է կա։ Աշխատանք ունեմ, բաղվել եմ լավ աշխատանք ունեմ։ Դուք չեք, ինձ տպավորեցին, որ չեք ուզում հասկանալ։ Լավ, ուրեմն սա պարզվում է լավ է ապրելու։ Ուրեմն սատանայի հետ համագործակցող 150,000 մարդուն անտուն թողնող 50,000 մահ Հայաստանի Հանրապետության տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ եւ ադրբեջանցիները եկել հաստատվել են այստեղ այ չգիտեմ ինչ այ սուտի գլամուր այ անդաստիրակ երբ որ բանտերը լցված են քաղ բանտարկյալներով երբ որ Կալանավայրերում ունենք տարեկան 20 այս տարի ունեցել են 24 մահ պատասխանատուն դու ես եւ որ աղքատությունը չգիտեմ ուր է հասել թոշակառուների այսպես կիսասոված վիճակը այս պայմաններում տեսեք ինչպիսի լկտիություն եւ ինչպիսի ինքնավստահություն մարդը միշտ պիտի լավ ապրի դու լավ չես ապրել դու պատասխան ես տալու մի ճանապարհ կա միայն որ դու պիտի պատասխան չտաս երբ որ Հայաստանի Հանրապետությունը չլինի երբ որ լինի դու սատանայի հետ երկիր կործանողի Արցախը կործանողի հետ գործարքի ես գնացել դու եւ քեզ նման անդաստիրակները պատասխան են տալու եւ ոչ թե լավ են ապրելու եւ ոչ թե ինչ որ մեծեց հիմա ձեր սատանայական մտքում ասենք մենք ինչ կարող ենք սրական նրա հետ անել ոչինչ էլ ինչ էլ որ անեք միևնույն է դա քիչ էլ ինչ որ ձեր գլխին են ձեզ հետ են անելու որտեվ իրենք հայրենիք չեն հանձնել իրենք հայրենիք հանձնողի հետ գործարքի չեն գնացել իրենք սատանայի հետ հայ առաքելական եկեղեցի չեն մտել եւ պիղծ պատարակի չեն մասնակցել իրենք չեն հրամայել իրենց ուժային կառույցների ենթականերին գնացեք եւ շրջապատեք հայ առաքելական եկեղեցին գնացեք եւ բանտարկեք եպիսկոպոսներին գնացեք եւ բանտարկեք հոգեվորականներին գնացեք եւ ահաբեկեք նրանց ընտանիքներին գնացեք եւ ահաբեկեք բոլոր նրանց ովքեր ասում են իմ մեջ հայրենիք կա չեն արել դու արել ես դու մասնակից ես եւ դու պատասխան ես տա դու լավ չես ապրելու դու միայն մի դեպքում կարող ես լավ ապրել Երբ որ Հայաստանը չլինի եւ դու կարողանաս ճողոպրել գնաս մի հատ ինչ որ Ավստրալիա ինչ որ անկյուններում մի հատ ինչ որ դոմիկի մեջ քեզ թվա այդ նույն գլամուրային ինչ որ բաներ անես ու նստես քո արևին բանը վայելես ու համարես որ այն ինչ որ վաստակել ես վայելես սա տարածվում է ընդհանրապես բոլորի վրա եւ շատ նմանություն կար սրա եւ Գյումրիում էլ մի հատ ինչ որ մեկը գալիս խոսում էր այսպես էլի ամբարտավան ձենով մի հատ անձրևանոցը պահի գլխիս վրա լավ եմ մանում ես այդ իրավունքը ունեմ դուք տեսեք ինչ նման են իրենք իրեր սա Գյումրիում պարզվեց ինչ որ մի դպրոցի գործավար է միացու
Եվ ին ոնց է խոսում լրագրողների հետ։ Բոլորդ նայեք, ես միշտ շրջել եմ Կակրաս։ Երբ ես եմ խոսում, ինձ չի կարելի ընդհատել։ Լսեք, ինչ նմանություն կա։ Մի հատ լսեք։ Արդարադատության նախարարի Ծառայությունում եք աշխատում, ես իրավապաշտպան ճանաչում եմ։ Եվ Ինչ կարևոր է այսօրվա օրով իմ զբաղեցրած պաշտոնը հարգելիս։ Ես եմ մարդն եմ, ամաչում է ասի։ Ասենք ինչի ես ամաչում էլի։ Ցանկացած տեղից, ես այդպիսի կառույց չկա, որ ինֆորմացիա չունենամ այդ կառույցից։ Եվ ես եմ մարդն եմ, ով Լավ ենք հատահաճա։ Ուրեմն ինչ որ ԿՊ-ական բուկլետ բաժանող է Սանձը, ինչ որ մի դպրոցում գործավար է, ինքը դե կարևոր չի ինքը այդպես, այս տղեղել է իրան գրում ինքը որտեղ աշխատում ինքնա։ Դուք մի հատ այս ամբարտավանություն, մի հատ ես խոսում եմ բոլոր լրեք, այսինքն այս ԿՊ-ի պարագայում տարբերություն չկա, դու նախարար ես, դպրոցում ինչ որ գործավար ես, իրանք նույն ինքնաբավությամբ, ինքնագոհությամբ, ամբարտավանությամբ փորձում են կարգի հրավիրել բոլորին։ Լրագրողները փոխանցող մարդիկ են, այսինքն հանրություն դուք եւ պիտի փոխանցեն։ Այս վերաբերմունքը, այսինքն հանրությանն է, սեփական ժողովրդին։ Հո այդտեղ այդ լրագրողին պատասխան չես տալ, դու հասկանում ես, չէ՞, որ դա փոխանցվում եւ տարածվում է, իրենք ընդհանրապես միջնորդ են եւ այն հարցերն են բարձրացնում, ինչ հարցեր որ հուզում են հանրությանը։ Մենք էլ այստեղ բարձրացնում ենք այն հարցերը, եթե դու համահունչ ես եւ ճիշտ ես, սրտից ես խոսում եւ մարդկանց մտքից եւ այն հարցերը որ հուզում են, մարդիկ քեզ հետևում են, եթե ոչ ուրեմն դու հետաքրքիր չես։ Եվ տեսեք ոչ մի տարբերություն։ ԿՊ-ական բուկլետ բաժանող գործավարուհու եւ այդ վիճակը Անք ոչ մի տավ, մեկը արդեն իրեն սուպեր գլամուր է համարում, մեկն էլ այդ ճանապարհին է։